Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր մենք ուսումնասիրելու ենք կրկնակի հարված մարտավարական հնարքը։ Կրկնակի հարված մարտավարական հնարքի դեպքում տեղի է ունենում միաժամանակյա հարձակում երկու խաղաքարի վրա, երբեմն կարող է հարձակումը լինել 3 խաղաքարի վրա։ Կրկնակի հարվածը ավելի կարևոր խաղաքարի վրա, փղի, ձիու կամ զինվորի կողմից միշտ էլ արդյունավետ է։ Կրկնակի հարված կարող են կատարել բոլոր խաղաքարերը, նույնիսկ արքան։ Այս դիրքում մենք տեսնում ենք, որ սպիտակների փիղը կրկնակի հարված է կատարել։ Եթե սևերի նավակներից մեկը գնա անվտանգ դաշտ, ապա մյուս նավակի սպիտակների փիղը անպայման կվերցնի։ Կրկնակի հարվածի առավելությունը հենց դրանում է կայանում, որ պարտադիր վերցնում ենք որևէ խաղաքարի։ Այս դիրքում սևերի թագուհին է կատարել կրկնակի հարված։ Եթե ձին կամ նավակը գնան որևէ անվտանգ դաշտ, ապա որևէ խաղաքարի կվերցնի սևերի թագուհին։ Հիշեք երեխաներ, կրկնակի հարվածը միշտ արդյունավետ է, երբ այն իրականանում է շախով։ Այս դիրքում սևերի ձին կրկնակի հարված է իրականացրել։ Իսկ մենք գիտենք, որ արքային շախի տակ չենք կարող թողնել։ Արքային ազատում ենք շախից, իսկ սևերի ձին վերցնում է սպիտակների թագուհուն և հասնում է հաղթանակի։ Ձիու կրկնակի հարվածը երեխաներ կոչվում է պատառաքաղ։ Իսկ այժմ եկել է ժամանակը, որ դուք ինքներդ ստեղծեք կրկնակի հարված։ Ուստի առաջարկում եմ բաց անել շախմատի աշխատանքային տետրերը և լուծել մեր հետաքրքիր տրամագրերը։ Դե ինչ, հաջողություն եմ ձեզ ցանկանում։